Ջրի արտահոսքի հետքերով բնակարանա նորակառույցին, այսինքն տակը մոնոլիտ է մեր հատակը, այսպես էստեղ արտահայտվել է, պատի հայլային հետևում բաղնիկ զուգարանն է, արտահայտվել է նաև մուտքի կողմից աղոտ, բայց երևում է խոնավաչափով ներքևի մասը գերխոնավ է։ Լողախցիկի կողմից սալիկի մեջ անհերմետիկություն եմ դիտարկում, թեստեղ, հեսա պետք է տեսնեմ լողախցիկի հերմետիկությունը, այսինքն լողանալու ժամանակ ոնց է ջուրը իրան պահում, այսինքն որ կողմա գնում, ունեմ կասկածներ նաև, որ կարա այս հիդրոպանելի հետևը ինչ-որ խնդիրը լինի, բայց էլի միայն լողանալու ընթացքում ճնշման, այսինքն անընդհատ համալրող խնդիր չի, ըստ երևույթին սալիկի հերմետիկությունը։ Լողախցիկը հերմետիկ չէ, այսինքն ջրերը պահելով ենք սալիկի տակից հետևից դուրս է գալի, իջնում է, իսկ մենք այնտեղ ունենք միկրոճափ, որը միկրոճափ չի, ուղղակի զացրկան բացակայում է, հեսա ստուգենք իր անհերմետիկությունը։ Ինչ ներկով ներհոսք ունենք, այսինքն մեր այդ հատվածից ինքը ներկը լցնելով քաշում է ներսը։ Այստեղ ավարտվեց 3, այսինքն այստեղ լուրջ հոսք էր, այս հատվածում այդ ներկով ստուգած է, այստեղ բարակ հոսք այս հատվածում, ու ստեղ էլ արդեն այս հիդրոպանելի հետևը էլի անմշակ է, էլի սալիկով համալրել է, այսինքն ջուր պահելով նախապես սալիկի վրա հիդրոպանելը դեմոնտաժ անելով այդ ճաքի մեջ ամբողջովին ջուր էր։ Այս տան մեջ կա ոնց որ թե երկրորդ խնդիրը հասկանանք դա։ Նույնն էլ էստեղ էլ, այսինքն այս կողմն խոնավաց է, ներքև ունենք ջեռուսման համակարգ, այսինքն տաք հատակներ, պարագեներացիա վտեղից իրան դուրս է տվել, հակառակ կողմում մեր էլի լողախցիկն է, որ էլի բազում միկրոճաքեր ուներ, պատվիրատուին խորհուրդ տվեցի, ուղղակի միկրոճաքերն են ցույց տվել, խորհուրդ տվեցի մանրամասն չուսումնասիրել, որովհետև այդ ճաքերը ակնհայտ են, սալիկն ինքնին դատարկ է, գիպսակարտոն չի, ընդ որում։